Իրանը պաշտոնապես զգուշացրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում իրենց ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին, եթե նրանք Իսրայելին օգնություն ցուցաբերեն։ Թեհրանի հայտարարությունը հրապարակել է Մեհր լրատվական գործակալությունը։ Իրանի իշխանությունները սպառնացել են, որ եթե եվրոպական երկրները եւ Վաշինգտոնը օգնեն Իսրայելին Իսլամական Հանրապետության գրոհները հետ մղելու հարցում, ապա հարվածների տակ կհայտնվեն նրանց Մերձավոր Արևելյան օբյեկտները, այդ թվում Պարսից ծոցում եւ Կարմիր ծոցում գտնվող նավերն ու ռազմանավերը։ Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադ եւ Քերմանշահ քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ իսրայելական հրթիռները հարվածել են նաեւ Իրանի արևելյան Ադրբեջան նահանգի 4 օբյեկտի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզում տեղի ունեցած պայթյունների մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իսրայելական գրոհներն Իրանի տարածքի դեմ անվանել է միջազգային իրավունքի ահաղակող խախտումներ, նշելով, որ Իրանն ակնկալում է Եվրամիությունը կդատապարտի Իսրայելի հանցավոր հարվածները տեղեկացրել է Now News-ը։ Ուրբաթ հունիսի 13-ին իտալացի գործընկերոջ Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում Արաղչին դատապարտել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին եւ քաղաքացիական շրջաններին հասցվող հանցավոր հարվածները։ Նա այդ գործողություններն անվանել է հանցավոր ագրեսիա, նշելով, որ Իրանն ակնկալում է, որ Եվրամիությունը վճռական դիրքորոշում կգրավի խախտման աղաղակող ակտի հանդեպ։ Իրանի ժողովուրդը եւ նրա կառավարությունն ակնկալում է այս ահավոր ակտի միանշանակ դատապարտում միջազգային հանրության, մասնավորապես Եվրամիության կողմից, ասել է Արաղչին։ Իր կողմից Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ընդգծելով ապաթեժացման կարևորությունը, ընդգծել է, որ կապվել է Իսրայելի իշխանությունների հետ, որպեսզի արտահայտի իր վճռական անհամաձայնությունն այդ հարձակմանը։ Պայթյունը տեղի ունեցել Իրանի արևմտյան Համադան նահանգի Ասադաբադ քաղաքի մոտակայքում, որտեղ տեղակայված է ավիաբազա։ Այս մասին հայտնում է Իլնա գործակալությունը։ Հարված է հասցվել Համադան նահանգի Ասադաբադի թիրախին, ասվում է գործակալության մակագրության մեջ։ Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Թել Ավիվի միջուկային հետազոտությունների կենտրոնին, հաղորդել է համաարաբական Ալ-Մայադեն արբանյակային հեռուստաալիքը։ Կենտրոնի վրա հարվածը ֆիքսվել է տեսախցիկներով։ Հրթիռը թռել է 50 հարկանի շենքի վրա, չնայած Իսրայելի հոպուժերի հակազդեցությանը։ Հունիսի 13-ին Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ բնակարանին եւ Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն վայրերին։ Սպանվել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին եւ մի քանի միջուկային գիտնականներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված էր Իրանի միջուկային ենթակառուցվածքների դեմ։ Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իսրայելի կողմից միջուկային եւ ռազմական օբյեկտերի դեմ գործողության։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է զանգվածային ավերածությունների մասին։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկեցինք վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու եւ էսկալացիայից խուսափելու կարեւորությունը։ Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում IMG-ի քննարկումների շուրջ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Սուրբ Պետրոսի տաճարում ելույթ ունենալու ընթացքում Իրանին եւ Իսրայելին ողջախոհության կոչ է արել։ Նա նշել է, որ միջուկային սպառնալիքից զերծ ավելի անվտանգ աշխարհ կառուցելու ցանկությունը պետք է հիմնված լինի հարգալից երկխոսության եւ անկեղծ հանդիպումների վրա, հաղորդում է Reuters-ը։ Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Թեհրանը միջոցներ է ձեռնարկել Իսրայելի վրա հարվածները շարունակելու համար։ Խորհրդի հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Հաղորդվում է, որ երկրի ներսում ձեռնարկվել են անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ հրեական պետությանը նոր հարվածներ հասցնելու համար։ Մինչ այս Իրանը սպառնացել էր Իսրայելի վրա 2000 հրթիռ արձակել։ Իրանը պլանավորում է Իսրայելի դեմ մի շարք հարվածներ հասցնել, որոնք կարող են ներառել մոտ 2000 հրթիռ։ Այս մասին հայտնել է Ալ-Արաբիա հեռուստաալիքը, հղումանելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ հեռուստաալիքի Թեհրանը հայտարարել է, որ ապագա հարձակումները կլինեն շատ ավելի մեծ մասշտաբի, 20 անգամ ավելի հզոր, քան նախորդ հարվածները։ Այս հարցի վերաբերյալ Իրանի իշխանությունների կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գերմանական Bild 13 տված հարցազրույցում մեղադրել է Ռուսաստանին
Ուկրաինական հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ, հաղորդում է Bild-ը։ Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում է որոշ ժամանակ էլ դիմանալ։ Զելենսկին ասել է, որ եթե Արևմուտքը շարունակի աջակցել Ուկրաինային եւ նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա դիմանալ ռազմական գործողությունների երկար ժամանակահատվածին։ Պուտինը փորձում է ժամանակ շահել, մինչև ավելի խիստ պատժամիջոցներ կիրառվեն, քանի որ նա ի վիճակի է ավելի երկար դիմանալ, ասել է Զելենսկին։ Ռուսաստանի ռազմական հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզում բարդացնում է Ուկրաինայի բանակցային դիրքը, այս մասին հաղորդում է New York Times-ը։ Եթե Ռուսաստանի զինված ուժերը գրավեն Դնեպրոպետրովսկի մարզի զգալի մասը, դա կարող է բարդացնել Ուկրաինայի դիրքը ցանկացած բանակցություններում, ասվում է հոդվածում։ Պարբերականը նշում է, որ ռուսական զինվորականները մարտական գործողությունները տեղափոխում են մի տարածաշրջան, որը շատ ուկրաինացիներ կարծում էին, որ անձեռնմխելի կլինի։ New York Times-ը նաև նշում է, որ Դնեպրոպետրովսկի եւ Դոնեցկի միջև սահմանային գոտու վերահսկողությունը կարող է Ռուսաստանին ավելի ամուր հենարան տալ Դոնեցկի մարզում իր հարձակումը շարունակելու համար։ Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին լուրջ խնդիրներ է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար, հայտարարել է Հունգարիայի հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Նրա խոսքով Թել Ավիվը Իրանի հետ լարվածության ֆոնին սկսել է խիստ մրցակցել հակաօդային պաշտպանության համակարգերի շուկայում մատակարարումների առաջնահերթությունը վերցնելով Կիևից։ Արդեն պարզ է, որ սա սարսափելի վատ է Ուկրաինայի համար, գրել է վերլուծաբանը X հարթակում։ Ըստ նրա, Կիևը արդեն իսկ քիչ պահեստ ունի, իսկ Իսրայելի նոր պահանջարկը կարող է կտրուկ սահմանափակել արևմտյան աջակցությունը Ուկրաինային։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածել է Թեհրանում կորպուսի կենտրոնակայանին եւ Իրանի մի քանի կարևոր միջուկային կենտրոնների, սպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիին եւ մի շարք գիտնականների։ Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությամբ գործողությունը կարող է շարունակվել մի քանի օր։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը 2025 թվականի հունիսի 14-ին գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի Երևան երթուղով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։ Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրու մեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումի գնացքով։ Նախորդ տարվա համեմատ գների մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։ Լրացուցիչ տեղեկությունների եւ տոմսերի գները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում։ Հայաստանից շվերթերը շրջանցում են Իրանի եւ Իսրայելի օդային տարածքները, շվերթների մի մասն իրականացվել է։ Մեկնարկել են Վիզիերի, Աբու Դաբի եւ Fly Dubai թռիչքները, Ռուսաստանից դեպի Էմիրություններ ուղևորվող եւ Երևանում հարկադիր վայրեջ կատարած 3 ինքնաթիռները գիշերը մեկնել են, հայտեցին կոմիտեից։ Ուկրաինան չի իրականացել ռուսական կողմին զինծառայողների մարմինների փոխանցում՝ ի տարբերություն ավելի վաղ հայտարարված ուկրաինացի զոհերի վերադարձի։ Այս մասին հայտնել է անանուն աղբյուրը։ Ավելի վաղ Ուկրաինան հայտնել էր, որ վերադարձել է շուրջ 1200 զոհված զինծառայողի մարմին։ Նշվել է, որ դրանց նույնականացման ու փորձաքննության աշխատանքները կիրականացվեն ոստիկանության եւ ՆԳՆ փորձագիտական ծառայությունների կողմից։ Այս զարգացումներին զուգահեռ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է Եվրամիությունից նոր ֆինանսական աջակցության մասին, ինչը վերահաստատում է Կիևի հարաբերությունների ամրապնդումը Եվրոպայի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Իրանի դեմ դրական ազդեցություն կունենան համաշխարհային շուկաների վրա։ Նրա խոսքով, եթե Իրանն ի վերջո զրկվի միջուկային զենքի հնարավորությունից, դա կնպաստի գլոբալ կայունությանը։ Սա շուկայի համար հրաշալի է լինելու, քանի որ Իրանը միջուկային զենք չունենա։ Սա հսկայական դրական ազդեցություն կունենա, նշել է Թրամփը The Wall Street Journal-ին տված մեկնաբանությունում։ Նա նաև կոչ է արել Թեհրանին վերադարձի բանակցությունների սեղան նախքան հնարավոր հետագա ավելի կոշտ հարվածները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին, հայտարարելով, որ Ֆրանսիան բազմիցս դատապարտել է Իրանի շարունակվող միջուկային ծրագիրը եւ ի պատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ դիվանագիտական միջոցները ողջ տարածաշրջանում կայունության սպառնալիքից խուսափելու համար։ Բոլոր կողմերին կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ գնալ դեէսկալացիայի։ Կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը տարածաշրջանում մեր քաղաքացիների եւ մեր դիվանագիտական ու ռազմական առաքելությունների պաշտպանության
պաշտպանության համար։ Կձեռնարկվեն նաև բոլոր միջոցները մեր ազգային տարածքի եւ մեր համաքաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար։ Ֆրանսիան պատրաստ է համագործակցել իր բոլոր գործընկերների հետ նպաստելու Մերձավոր Արևելքում դեէսկալացմանը։ Այսօր ես խոսեցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, Հորդանանի թագավորի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի, Քաթարի էմիրի, Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Տարածաշրջանում բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը պետք է լինի մեզ համար առաջնային, գրել է Ֆրանսիայի նախագահ։ Ախմադ հատուկ ջոկատի հրամանատար Աբդի Ալաուդինովը կոչ է անում սկսել լայնածավալ մոբիլիզացիա Ռուսաստանում, հայտարարելով, որ աշխարհում արդեն մեկնարկել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Նրա խոսքով երկրի անվտանգության համար անհրաժեշտ է հավաքագրել առնվազն 500,000, իսկ իդեալում մինչև 1 միլիոն զինվոր։ Ալաուդինովը իր Telegram ալիքում հրապարակած տեսաուղերձում արձագանքել է Իսրայելի հարվածներին Իրանի վրա, նշելով, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ուժով պաշտպանել իր շահերը, որպեսզի ոչ մի երկիր չփորձի նրա հետ վարվել այնպես, ինչպես Իրանին։ Նա նաև կոչ է արել ռուսներին համախմբվել բոլոր մակարդակներում։ Նրա համոզմամբ ապագա պատերազմներում գոյատևելու են միայն այն պետությունները, որոնք ունեն ուժեղ իշխանություն եւ տնտեսություն։ Ալաուդինովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինացի գերիներից շատերն արդեն դիմել են ռուսական քաղաքացիություն ստանալու համար։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի օդային հարձակումը։ Կոչ են անում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին բարձրացնելու զգոնությունը եւ խափանելու այս խառնակ իրավիճակում առիթից օգտվելու թշնամական բոլոր ծրագրերը։ Հայտարարություն է տարածել Հայաքվեն։ Իրանի զինված ուժերը կպատասխանեն Իսրայելի հարվածներին եւ կստիպեն Թել Ավիվին զղջալ իր արածի համար։ Այդ մասին ժողովրդին ուղված հեռուստա ուղերձում ասել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Զինված ուժերը կգործեն եւ կկիրառեն իրենց ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն սիոնիստական ռեժիմին, ընդգծել է նա։ Խամենեիի խոսքով Իրանը ոչ մի զղջման չի գնա եւ ժողովուրդը չպետք է կասկածի դրանում։ Իրանի պետական լրատվամիջոցները վերջին 1 ժամում հայտնել են, որ Թեհրանի կենտրոնում, որտեղ գտնվում է Խամենեիի նստավայրը, գործում է հակաօդային պաշտպանությունը։ Իռնապետական լրատվական գործակալության փոխանցմամբ ուրբաթ հունիսի 13-ի երեկոյան մի շարք հարվածներից հետո ակտիվացել է Թեհրանի հակաօդային պաշտպանության համակարգը։ Հաղորդվում է խոցված մի քանի իսրայելական ԱԹՍ-ների, հրթիռների եւ 1 կործանիչի մասին։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոշտ արձագանք է տվել Իսրայելի Իրանի տարածքի նկատմամբ իրականացրած հարձակմանը, հայտարարելով, որ Իրանը չի լռի եւ հզոր ու օրինական պատասխանով կստիպի զղջալ իր արարքի համար։ Ինչպես տեղեկացնում է վկայակոչելով Ֆարսը, Փեզեշքյանը նշել է, որ ուրբաթ հունիսի 13-ի լույս գիշերը տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել են մի խումբ զինվորական, հրամանատարներ, գիտնականներ եւ քաղաքացիական անձիկ, ոչ միայն խախտում է միջազգային բոլոր պարտավորությունները, այլև նորից ապացուցում է Իսրայելի հանցագործ բնույթը։ Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ցուցաբերել է պատրաստակամություն նպաստելու տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությանը եւ այժմ վճռականորեն կգործի ի պատասխան ագրեսիայի եւ ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության։ Նորվեգիայի հարավարևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների եւ Ռուսաստանի ռազմակայանների դեմ հարձակումները կառավարվում են արևմտյան հատուկ ծառայությունների կողմից։ Նրա խոսքով սրանով խախտվում է միջուկային զենքի չտարածման մասին միջազգային համաձայնագիրը։ Դիզենն ընդգծել է, որ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ գործի է դնում ճնշման քաղաքականություն, ստիպելու նրան զիջումների գնալ։ Մասնավորապես բանակցություններում իսլամական պետությունից պահանջվում է կրճատել ռազմական ներուժը, որպես ենթադրյալ խաղաղության պայման։ Պրոֆեսորի կարծիքով, թե Իրանի, թե Ռուսաստանի վրա հարձակումները արդարացվում են ինքնապաշտպանության իրավունքով, սակայն սա պարզապես քարոզչական քող է իրական քաղաքական նպատակները թաքցնելու համար, հայտնում է Լենտա-Կետրուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնում է Իսրայելին իրանական հրթիռները որսալու հարցում։ Armen Press-ի փոխանցմամբ Axios-ին այս մասին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա։ Իրանը հրթիռային հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ պատասխանելով հունիսի 13-ի վաղ առավոտից այդ երկրի սկսած հարձակմանը։ Քիչ առաջ հաղորդվել է, որ Իրանը հրթիռային հարվածների երրորդ ալիքն է սկսել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահպանել զգոնություն եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Նկատի ունենալով Իսրայելի պետությունում ստեղծված իրավիճակը Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հաղորդում է։ Դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի եւ վիրավորների մասին Armenpress-ի հարցի նշելով Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով ըստ իրանական աղբյուրների կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել 329 հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին, հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է հավասարության, պատրաստվածության եւ ճգնաժամային կառավարման հարցերով Եվրամիության հանձնակատար Հաջա Լահբիբին։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար բարձր է գնահատել Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուսաբերված աջակցության համար նաեւ ներկայացրել է փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը։ Հաջա Լահբիբը գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը առանձնակի կարևորել է աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուսաբերվող աջակցությունը։ Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայի մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախարար Սարգսյանը շեշտել է Հայաստանի գործադրած ջանքերը նաեւ քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ Եվրամիության հետ համագործակցության ինտենսիվացման հարցում։ Հանձնակատար Լահբիբը կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամությունը հայտնել նպաստել Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող այլ առանցքային հարցեր։ Լավ լուր Եվրոմեդիա 24 միջազգային հեռուստատեսության հետևորդների համար։ Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոմեդիա 24 TV-ին հասանելի է նաև Ucom-ի 289-րդ հեռուստաալիքով, իսկ OVO-ի Rostelecom 46-րդ հեռուստաալիքով հասանելի է արդեն շուրջ 4 ամիս։ Եվրոմեդիա 24 TV-ի օպերատիվ եւ անկողմնակալ տեղեկատվություն ձեր վստահելի ուղեկիցը լրատվական դաշտում։ Օրը սկսեք հավաստի նորություններով, մեր ուղիղ եթերի հետ եւ խորքային վերլուծություններով։ Մենք հաղորդում ենք արագ եւ ճշգրիտ տեղեկատվություն։ Միացեք մեզ տեսնելու, լսելու եւ իմանալու ամեն ինչ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին 24 ժամյա հեռարձակմամբ։ Իրանի վրա իսլամական հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել, որում ասված է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար», նշել է ԱՄՆ նախագահը։ Ադրբեջանական մարտական ինքնաթիռները թռիչքներ են սկսել Լեռնային Ղարաբաղի առաջնագծում։ Minval.az-ի փոխանցմամբ այսօր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն հաստատել է տեղեկատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի տարածքին հարվածների ժամանակ սպանել է առնվազն 6 միջուկային գիտնականի, հայտնում է Naur News-ը։ Հոդվածում ընդգծվում է, որ սա միայն նախնական տեղեկությունն է։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հայտարարեց Ամ-Քելավի առյուծի ուժը գործողության մեկնարկի մասին։ Դրա նպատակն է վնասել Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերը։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իսլամական Հանրապետության մի քանի բնակեցված շրջաններում, ներառյալ Թեհրանում եւ Նաթանզում։ Թիրախները եղել են ռազմակայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ բնակելի համալիրներ, որտեղ գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները։ Ընդհանուր առմամբ իսրայելական զորքերը մոտ 100 անօդաչու թռչող սարք են արձակել իրանական թիրախների ուղղությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ երկիրը կպաշտպանի Իսրայելին Իրանի պատասխան հարձակման դեպքում։ Հաղորդում է Fox News-ը։ Ես նախապես գիտեի Իսրայելի կողմից հարվածներ հասցնելու ծրագրի մասին, սակայն Վաշինգտոնը ոչ մի կերպ ներգրաված չէր ռազմական առումով։ Ընդգծել է քաղաքական գործիչը։ Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հույս է հայտնել, որ տեղի ունեցածից հետո Իրանը կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով երկիրը հարված է հասցրել Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին եւ այլ զինվորականներ ու քաղաքացիական անձիկ զոհվել են Թեհրանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է ԻՌՆ-ն։ Թասնիմ լրատվական գործակալությունը ուրբաթ վաղ առավոտյան հայտնել է, որ գեներալ-մայոր Սալամին սպանվել է գիշերը Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում։ Այս պահին այլ մանրամասներ չեն տրամադրվել։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է գեներալ-մայոր Սալամիի մահը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է անվտանգության խորհրդակցություն Սպիտակ տանը երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության մասնակցությամբ։ Ըստ Վայենի Ասվիդամիջել տելեգրամ ալիքի Միացյալ Նահանգների բոլոր ռազմաբազաները Մերձավոր Արևելքում բերված են լրիվ մարտական պատրաստվածության վիճակի։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը մինչ այդ թույլատրել էր ամերիկացի զինծառայողների ընտանիքների կամավոր տարհանումը Սենթկոմի պատասխանատվության գոտուց տարածաշրջանում աճող սպառնալիքների պայմաններում։ ԱՄՆ բանակը գործում է սերտ համակարգման պետդեպարտամենտի դաշնակիցների եւ գործընկերների հետ։ Իրանի պաշտպանության նախարարն էլ նախազգուշացրել է, որ հնարավոր պատերազմի դեպքում Թեհրանը հարված կհասցնի ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում։ Ներկայում Իրանում հայտարարում են նաև, որ ստացվել է մուտք Իսրայելի հրթիռային ծրագրի վերաբերյալ տվյալների։ Ռուս ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Լուգանսկի մոտակա Մոխրագույն գոտուց դուրսբերման գործողություններ են իրականացնում ոչ միայն իրենց զոհված զինվորների, այլև ռուս զինծառայողների մարմինները վերցնելու նպատակով։ Նրա խոսքով դա արվում է փոխանակման ֆոնդ ստեղծելու համար։ Ռուսաստանի Դաշնության վերահսկողության համակարգերն արձանագրել են Ուկրաինայի կողմից դիակների տարհանման փորձեր։ Մարոչկոն պնդում է, որ նախնական տվյալներով հանվում են ռուսական կողմի զոհված զինվորների մարմինները, թեև տեղեկությունը դեռ ճշտվում է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 27 ռուս զինծառայողի մարմին։ Փոխանակման վերջին փուլում Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինային 1212 մարմին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր ռազմագերիներին նոր փոխանակման փաստը։ Հունիսի 11-ի երեկոյան Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում միգրանտների դեմ կրկին բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շուտով վերածվել են զանգվածային անկարգությունների։ Ցուցարարները վնասել են ներգաղթյալների տները, այրել մեքենաները եւ ոստիկանների վրա նետել ջուրավառ հեղուկով շշեր ու աղյուսներ։ Բախման ժամանակ 17 ոստիկան է վիրավորվել, 5 ցուցարար ձերբակալվել է։ Իրավապահ մարմինները ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին։ Միգրանտների դեմ բողոքի ցույցերը սկսվել էին հունիսի 9-ի երեկոյան, երբ 14-ամյա ռումինացի երկու դեռահաս մեղադրվել են իրենց տարեկից աղջկան բռնաբարելու փորձի համար։ Ցույցերից մի քանի ժամ առաջ դատարանում դեռահասների փաստաբանը հայտարարել էր, որ նրանք կտրականապես հերքում են առաջադրված մեղադրանքները։ Ցուցարարները որոշ տների վրա թողել են բնակիչների ազգությունը նշող գրառումներ։ Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օնիլը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բալիմենայում տեղի ունեցող անկարգությունները։ Նա դա անվանել է մաքուր ռասիզմ։ Պատասխանատուները բացի վախից եւ ատելությունից հասարակությանը ոչինչ չեն բերում, ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն GlobState 2025 ֆորումին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա Հայաստանը փոփոխվող աշխարհում քննարկմանը։ Զվարթնոց օդանավակայանում չվերթներ են չեղարկվել Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է Fly1 ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը։ Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել հետաձգել է մի շարք չվերթներ կամ փոխել օդային երթուղիները։ Այս պահին չեղարկված են Fly Dubai ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ եւ Wizz Air-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթները։
Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծին չէ, որին չհաղթահարի։ Այս մասին ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նման կերպ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը շարունակել է եկեղեցի իշխանություններ հեռահար վեճի մասին իր անդրադարձը։ Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը օրենք ընդունեց հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին, ինչը ընդվզման ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ կայսրը ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը, նշել է Տեր-Պետրոսյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակը։ Սպերցյանը Չեռնոգորիայի դեմ վերջերս տեղի ունեցած հանդիպման 24-րդ վայրկյանին է դարձել գոլի հեղինակ։ Այս կերպ նա շրջանցել է հավաքականի նախկին հարձակվող Յուրամ Մովսիսյանին, որը 2013-ի Դանիայի դեմ արտագնա խաղում գոլ էր խփել խաղի արդեն 26-րդ րոպեին։ Այս արշավը Բաքվից է ուղղորդվում, եկեղեցին 2018-ին անելիք ուներ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ՀԱԿ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով վերջի շրջանին իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավին։ Ապա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված կուսակրոնության խնդրին, նա մասնավորապես նշել է. Ես կարծում եմ, որ այդ պարտադիր պայմանը պետք է հանել։ Նա պետք է լինի բացարձակ կամավոր, այսինքն կուսակրոն դառնան միայն այն հոգևորականները, որոնք բացարձակ ցանկություն ունեն կուսակրոն լինելու։ Բայց դա եկեղեցու ներքին խնդիրն է։ Դա եկեղեցին պետք է որոշի, ավելին ձեզ ասեմ, դա ըստ էության 2000 տարիների ավանդություն է մեր եկեղեցու մեջ եւ ոչ միայն մեր եկեղեցու։ Նույնը կաթոլիկ եկեղեցու, նույնը այլ եկեղեցիներում կուսակրոնությունը ավանդություն է։ Ի վերջո եկեղեցին պետք է այդ խնդիրը լուծի, բայց եթե նույնիսկ եկեղեցին այդ խնդիրը չի լուծել, դա որևէ կերպ պետությանը իրավունք եւ առիթ չի տալի կամ որևէ պաշտոնատանձի դրա այդ հարցում միջամտություն իրականացնել։ Դա իրենց գործը չի։ Փաշինյանը կարող է իր կարծիքը արտահայտել դրա մասին, ինչպես եւ կարող եմ ես իմ կարծիքը արտահայտել, ինչպես եւ արտահայտեցին, որ ես կարծում եմ, որ կուսակրոնությունը պետք է բացարձակ կամավոր լինի եւ չդառնա ընդհանրապես այսպեսի խնդրահարական, մեկը երեխա ունի, մեկը ընտանիք ունի, դա պետք է ընդհանրապես օրինականացվի։ Դա մեր ժամանակներում, երբ որ ծնելիությունը կտրուկ անկում է տեղի ունեցել, երբ որ մեր ազգը վերարտադրության, ֆիզիկական վերարտադրության խնդիր ունի, ընդհանրապես պետք չի մարդկանց սահմանափակել ընտանիք ունենալու եւ երեխա ունենալու խնդիրը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է Բաքվի դատարանն արդեն ունի իր վճիռները, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ։ Նա մասնավորապես նշել է. գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը եւ դատախազները անկախ եւ անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում իհարկե նախագահ Ալիևն է։ Այսպիսով արդյունքը նախապես որոշված է։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները եւս։ Վերջին հաշվով սա ավելի շատ քաղաքական հարց է։ Կարևոր է հիմա հասկանալ, ինչպես բանդից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանդարկյալներին։ Ազատությանը տված հարցազրույցում ասել է Գենսերը. նշենք, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով, նրան մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև անօդաչու թռչող սարքերի պատերազմ է, իսկ դրանք հզոր եւ ժամանակակից զենք են, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Pod Force One-ը։ Այն թե ինչպես են Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան կիրառում անօդաչու թռչող սարքեր, պարզապես զարմանալի է, ասել է Թրամփը։ Նրա խոսքով 3 տարի առաջ ոչ ոք չէր էլ կասկածում, որ անօդաչու թռչող սարքերը այդքան արդյունավետ կլինեն։ Բացի այդ, Թրամփը համոզված է, որ անօդաչուները ունակ են փոխարինել շատ այլ զինատեսակներ, նույնիսկ ինքնաթիռներ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրը Եվրամիության գործընկերների հետ քննարկում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի սահմանափակումը կամ վերացումը։ Նրա խոսքերն է մեջբերում TVP Info հեռուստաալիքը։ Ես արդեն խոսել եմ այդ հարցի շուրջ Եվրամիության գործընկերների հետ։ Մենք անհրաժեշտ մեծամասնության ստեղծման գործընթացում ենք, որպեսզի սահմանափակենք կամ չեղարկենք Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, նշել է Տուսկը։ Եվրամիությունը 2025 թվականի հունվարին դադարեցրել է առանց վիզաների ռեժիմը վրացի դիվանագետների եւ պաշտոնատար անձանց համար։ Բացի այդ, Եվրամիության մի շարք երկրներ անձնական պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ։
Իսկ այժմ եղանակի մասին Երևանում հունիսի 14-ից 3-ը 17-ի գիշերը 18-ին 19-ին սպասվում են առանց ձեղումների եղանակ։ Հունիսի 15-ին 16-ին գիշերը եւ երեկոյան ժամերին 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում հունիսի 14-ին եւ 18-ին կեսօրից հետո 15-ի 17-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը 19-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ից 3-ը կբարձրանա եւս 1-ից 2, 15-ին 16-ին աստիճանաբար կնվազի 4-ից 7 աստիճանով։